Հայաստանում այսօր տոն չկա, Հայաստանում շուրջ 3 տասնյակ քաղբանտարկյալ կա։ Այսօր Հայաստանի բանտերում են ընտրված համայնքապետեր Դավիթ Համբարձումյանն ու Վարդան Ղուկասյանը, որոնք ստացել են ժողովրդի քվեն։ Բանտարկված են մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ՝ Բագրատ, Միքայել, Արշակ և Մկրտիչ սրբազանները, հոգևորականներ, որոնք չլռեցին։ Ապօրինաբար ազատազրկված է մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը։ Տևական ժամանակ անազատության մեջ են նաև Դաշնակցական իմ ընկեր Իգոր Սարգսյանը և ազգային ժողովի պատգամավոր իմ շատ լավ ընկեր Արթուր Սարգսյանը։ Այսօր Հայաստանում մարդուն կարող են կալանավորել անգամ Facebook-յան գրառման համար։ Հայաստանում այսօր հաստատված համակարգը ժողովրդավարական համարել չի կարելի։ Մենք գործ ունենք ավտորիտար համակարգի հետ, որը ձգտում է դեպի ամբողջատիրություն։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ադրբեջանական բանտում է, իսկ Նիկոլին ընդդիմացողները Հայաստանի բանտերում, բայց դա ժամանակավոր է։ Ներսում ճնշումներ, դրսում թուրք-ադրբեջանական շահերի բացահայտ սպասարկում, ինքնիշխանության սուտ քողի տակ։ Արցախի կորստից հետո վտանգված է արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանից բերվող յուրաքանչյուր 1 լիտր բենզինի մեջ մեր վաղվա վաճառվող ապագան է։ 5000 տղա զոհելուց հետո, կանանց և մայրերի աչքերին արցունքներ թողնելուց հետո, Արցախը հանձնելուց հետո, 100 հազարավոր մեր հայրենակիցներին տուն տնավեր թողնելուց հետո, հանցագործ իշխանությունը պարում և ուրախանում է իր թիմի հետ միասին։ Նիկոլական ռեժիմը ստով և պրոպագանդայով ատելություն է սերմանում, պառակտում մարդկանց, որպեսզի իշխանությունը կարողանա պահել։ Այս կապիտուլյանտների օրոք Հայաստանն արդեն իսկ կորցրել է իր քաղաքական սուբյեկտայնությունն ու սուվերենությունը, բայց այս ամենն ավարտվելու է։ Նահանջել է իրավունքի գերակայությունը։ Այսօրվա իշխանությունը ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները, խոսքի, մտքի, խղճի, դավանանքի ազատությունները։ Ոտնահարված է մարդու արժանապատվությունը։ Թվային պլատֆորմները միակ տարածքն է, որտեղ իշխանությունը հնարավորություն չունի ընդդիմախոսներին լռեցնելու, հետևաբար միակ լռեցնելու ձևը մնում են ռեպրեսիաները։ Այս իշխանությունները վախենում են ազատ խոսքից, այնպես ինչպես սատանան վախենում է խաչից։ Ազատ մամուլը դարձել է այս իշխանությունների հիմնական թիրախը։ Վերջին 30 տարում մամուլը Հայաստանում երբեք այսքան թիրախավորված չի եղել, որքան նախկին խմբագրի իշխանության օրոք։ Դեկտեմբերի 31-ն է և իմ ամուսինը Նարեկ Սամսոնյանը բանտում է խոսքի համար։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին իշխանական գործչի վիրավորանքներին անգամ ոչ համարժեք պատասխանելու համար։ Մեղադրանքը քննադատության մասին է, ոչ թե հանցանքի։ Հայաստանում հետույք բառի համար ազատազրկված քաղաքացի կա։ Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումից զատ թիրախավորվեց նաև Anti-Fake AM-ը։ Ձերբակալեցին նաև ինձ և ընկերոջս, առգրավեցին մեդիայի ողջ տեխնիկան մեզ լռեցնելու համար։ Բայց մեզ լռեցնել չհաջողվեց։ Մենք շարունակում ենք պայքարն այս ռեժիմի դեմ։ Ազատ մամուլի, ազատ լրատվամիջոցների համար բանտը սպառնալիք չէ։ Դա մեզ կալանավորողների ամոթն է։ Հայաստանն այսօր ունի մի իշխանություն, որի անմեղսունակ ղեկավարի օրոք Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական պրոքսի պատերազմի գործիք։ Ազգային արժեքների ապամոնտաժումը Փաշինյանի իշխանության հիմնական առաքելություններից մեկն է։ Այս վարչախումբը պատերազմ է հայտարարել մեր ազգային ինքնությանը, մշակույթին և ավանդույթներին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեր ինքնության պահպանության ազգային միակ ինստիտուտն է, մեր դիմադրության միջնաբերդը։ Հայ առաքելական եկեղեցին հաղթահարել է կայսրությունների ասպատակություններ, սա էլ կանցնի։ Եկեղեցու դեմ հակասահմանադրական կամպանիայով այս իշխանությունը մոտեցնում է իր քաղաքական վախճանը։ 2026-ին քաղաքական տերորը կշարունակվի, եթե մենք ակտիվ չպայքարենք։ Մենք բոլորս գիտենք, որ իրանք ուժեղ մարդիկ են բոլորը, և չեն կոտրվի։ Ուսադրողը նաև նա է, որ արդարությունը մի օր պետք է վերադառնա մեր երկիր։ Ուստի չի կարելի լռել։ Ոչ մեկս լռելու իրավունք չունենք։ Այն էլ Ալիևի հնազանդ կամակատարների գործողությունների մասին։ Բարձրացնենք մեր ձայն ընդդեմ ազատ խոսքի նկատմամբ ապօրինությունների։ Բարձրացնենք մեր ձայնը քաղաքական բռնաճնշումների դեմ։
ոտքի կանգնենք մեր քաղբանտարկյալ ընկերների ազատության համար։ Ձայն բարձրացնենք, որ աղետաբեր քպայականները գնան, որպեսզի Հայաստանը ապրի, որպեսզի Հայաստանը վերածնվի, որպեսզի հայ ժողովուրդը վերագտնի իր հոգևոր ակունքները, իր հոգեկան անդորը եւ իր տեղը աշխարհի քաղաքական քարտեզում։ Չլռենք ազգային նվաստացման մասին, այլ կանգնենք մեր արժեքների կողքին։ Եվ 2026-ը դարձնենք ազատագրության տարի, արժանապատվությամբ, պայքարով եւ հաղթանակով։